Գիտեք, որ հայրենական մեծ պատերազմին խորհրդային բանակում ծառայել է մոտ 1 միլիոն կին բոլոր զորատեսակներում։ Իսկ գիտեք, որ հայրենական մեծ պատերազմից վերադառնալուց հետո կանայք ունեցան եւս մեկ պատերազմ, ոչ պակաս սարսափելի, որից վերադարձել էին։ Պատերազմին մասնակից տղամարդկանց ընդունում էին որպես հերոսների, չնայած շատ հերոս տղամարդիկ եւս մնացին անտեսված, ինչ վերաբերում է կանանց, նրանց ընկալում էին որպես փչացածների։ Ամոթ էր ասել, որ կինը եղել է ճակատում։ Հասարակության մի ստվար զանգվածի պատկերացմամբ կինը պատերազմ գնացել էր տղամարդկանց գողանալու, նրանց գայթակղելու, այլ ոչ թե կռվելու, օգտակար լինելու, բուժելու։ Իրական մի դրվագ ռուսական մի փոքրիկ գյուղում հալածում էին մի կնոջ, ով պատերազմում էր եղել։ Նրան մեղադրում էին, որ ինքը գնացել է պատերազմ իրենց տղամարդկանց գողանալու համար։ Այնինչ այդ կինը բժշկուհի էր եւ քանիցս փրկել էր այդ նույն իրեն մեղադրող կանանց եղբայրներին, որդիներին, հայրերին։ Մենք ճակատային աղջիկներս շատ բան տեսանք։ Պատերազմից հետո էլ մեզ հասավ։ Պատերազմից հետո մենք մի պատերազմ եւս ունեցանք, նույնպես սարսափելի։ Այս ամեն ինչը բնականաբար ոչ համատարած, բայց մեծապես։ Գիտեք, որ աղջկան բռնաբարելու հերթեր էին լինում։ Հայրենական մեծ պատերազմը, որի հաղթանակը նշվում է մայիսի 9-ին, մարդկության պատմության մեջ երբևէ եղած ամենամահաբեր եւ ամենասարսափելի պատերազմներից է։ Ժամանակի հետ պատերազմների մասին պատմությունները վերածվում են պատմություններ հաղթանակների մասին։ Ես համաձայն եմ Սվետլանա Ալեքսեևիչի հետ։ Պատերազմը կնոջ դեմք չունի։ Պատերազմներից տուժում են բոլորը, անկախ սեռի։ Այս ամբողջ ինֆորմացիան Սվետլանա Ալեքսեևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքից է։ Այն ամենը, ինչ մենք գիտենք պատերազմների մասին, դրանք բոլորը տղամարդկանց ձայնով են։ Այնինչ պատերազմի մասին Սվետլանա Ալեքսեևիչը լսելի դարձրեց նաև կանանց ձայնը։ Ամենասիրելի հատվածը. չի կարող լինել մի սիրտ ատելության, իսկ երկրորդը սիրո համար։ Մարդ մի սիրտ ունի, եւ ես միշտ մտածել եմ այն մասին, թե ինչպես փրկեմ իմ սիրտը։ Գիրքը վավերագրություն է, պարզապես հայրենական մեծ պատերազմին մասնակից կանանց պատմություններն են առաջին դեմքով, որի համար հեղինակը ստացել է Նոբելյան մրցանակ։ Այդ ինչ երջանիկ կլինեն մարդիկ պատերազմից հետո։ Պատերազմին մասնակից կինն ասում, թե ինչ են իրենք մտածել պատերազմի ընթացքում։ Ինչ երջանիկ, ինչ գեղեցիկ կյանք կլինի։ Մարդիկ, ովքեր այսքան բան են ապրել, կխնայեն իրար, կսիրեն։ Նրանք ուրիշ մարդիկ կլինեն։ Մենք չէինք կասկածում, որ այդպես է լինելու։ Ադամանդի աղջիկս դիմում է հեղինակին։ Մարդիկ նախկինի նման ատում են միմյանց, դարձյալ սպանում են։ Դա ինձ համար ամենաանհասկանալին է, եւ ովքեր են դրանք։ Մենք, դրանք մենք ենք։